Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք դավարի շաուրմա։ Այո, դավարի շաուրման նաև կարող եք պատրաստել դանը եւ շատ հեշտ պայմաններով։ Մի քանի բաղացի շապետք մեզ եւ ստանալու ենք այնքան փափուկ, այնքան համով, այնքան հյութալի շաուրմա կամ դավարի շաուրմայի սենդվիչ, որը չեք պատկերացնի ու ուրախանալու եք շատ ու կյանքից շատ հաճելի եւ երջանիկ եք ապրելու գիտեմ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո դավարի ֆիլե, մի քիչ ազատ քեղ, 2 հատ սոխ, մի հատ գիդրոն, մի հատ լոլիկ, լոշի քացեր 4-ից 5 հատ, քարորդ բաժակ նարինջի հյութ, 6-ից 7 բջեղ զղթոր, 1.5 ճաշի կտալ կաթաղ, 1.5 ճաշի կտալ մանանեխ, կես բաժակ տահինի, կես բաժակ թութու վարուկ, 5-ից 6 հատ հիլ աղացած, 2-3 հատ տապնուտերև, 5-ից 6 ճաշի կտալ ցիտապտղից հետ։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղմեղ գծու, պապրիկա եւ դարչին։ Որտեղից ենք սկսելու։ Ուրեմն ամենակարևոր դեպաղացիչը միսն է, միսը պետք է լինի ֆիլե, այսինքն ստեյքի միս, պետք է մանր ստրիպների վերածենք, այսինքն մանր շերտերի։ Սկզբում ես այսպես սլայսներ եմ անելու, իսկ հետո ավելորդ շերտերի ենք վերածելու շատ բարակ։ Հիմա սկզբում կտրատենք ու շարունակենք։ Կարևորը շատ բարակ է կտրատելու։ Իսկ մարինեյշնին մեջ ինչ որ պետք է տնենք, մի քանի բաղաթիչ կա, որ իր համին համար թեր ունի, իսկ մնացածը իրան ավելի փափուկացնելու։ Դրա համար, եթե անելու եք, անպայման արեք, ինչ որ ես ցես ցույց տվի բաղաթիչները։ Ու հատուկ մի հատ էլ մարանիկի բաժինը գնաք ու վերցնեք այս բոլոր բաղաթիչները, կամ ավելի ճիշտ է համեմունքները, քանի որ մարանիկը ունի հել կամ հիլ, մարանիկը ունի տապնուտերև, մարանիկը ունի դարչին, աղ, բղբեղ, ամեն տեսակի բղբեղներ եւ իմ բոլոր սիրած համեմունքներս իրական։ Դրա համար ուզում եմ ասել, որ մենք ոչ թե միան բաղադրատոմս ենք տալիս, այլև ասում ենք ցեզ որտեղից վերցնել, ինչ վերցնել, տեսակ, ինչքան ինֆորմատիվ հաղորդում ունի համի գաղտնիքը, որը ամեն օր պետք է նայեք ժամը 9-ին, առավոտ ժամը 17:00 Կետրոն TV եթերով։ Ահա, մենք գրեթե սլայս արեցինք, իսկ հիմա պետք է ավելի բարակացնել, նայեք։ Իսկ ոնց ենք անում, ընդհանրապես ստեյքները քիձեր են ունենում, այն քիձերի հակառակ են կտրատում, որպեսզի ինքը ավելի բարակ լինի։ Այսինքն հիմա տեսնում ենք քիձերը այստեղ ու իրան հակառակ պետք է կտրատենք։ Ճիշտ այսպես։ Շատ բարակ կտրատելու եմ, տեսակ ոնց է։ Տեսնում եք։ Կտրատում եմ, որպեսզի մարինեյշն անենք, դե իհարկե ես դան երբ որ պատրաստում եմ մի օր առաջ, մարինեյշն եմ անում, այսինքն մարինացնում եմ, ու հետո երկրորդ օրը արդեն եփում եմ, ինքը այնքան համով է լինում, որ իր մեջ վերցնում է այդ ամեն համերը։ Դրա համար, եթե կուզեք, դուք էլ կարող եք մի օր առաջ անել, մանավանդ եթե հյուրեր եք ունենալու կամ նույնիսկ եթե ձեր երեխաների համար ինչ որ փարթի եք կազմակերպել եւ այլն, կարող եք տենց անել։ Դե տենց, 8-ից էլ արդեն ապրանքը որ վերցնում եք, մի հատ էլ խաղարկության եք մասնակցում, մի հատ էլ բնակարան եք շահում, որովհետև արդեն կարծում եմ հունիսի վերջում այդ խաղարկության արդյունքը դուրս կգա, հույսով եմ մեր բոլոր հերոստատիտողները կշահեն, բայց եթե մի հոգի է շահելու, անպայման մեր հերոստատիտողը շահի, ինչ կասեք, այդ մարդիկը, որ մեզ լսել են, գնացել են, քնումները արել են։ Իսկ դուք կարող եք գրել ներքևում ամենահամով շաուրման որտեղ եք ուտում, եթե Երևանից եք, իսկ եթե Երևանից չեք, կարող եք ձեր երկիրը նշել եւ որտեղից եք ուտում, մենք էլ որ այդ երկիրը գնանք, այնտեղից ուտենք այդ համով շաուրման։ Կարա դավարի լինի, կարա հավի։ Իսկ ես ունեմ ուրախ լուր, որ երևի 2 ամսից Շաղի ռեստորանի մենյուում կունենանք հավի շաուրմա։ Սուրպրայզ։ Okay. Թափում ենք մի հատ ձերքերս մաքրեմ, լևանամ, օջարեմ, դե իհարկե ABC-ով ու հետ վերադառնամ։
Միսը տնեմ, պատրաստողը սպասի սոխին, իսկ սոխը որպեսի կտրատենք, մի հատ տախտակը պետք է լավ մաքրենք, քանի որ հումիս միշտ օգտագործելուց պետք է տախտակները մաքրենք կամ էլ ուրիշ տախտակ օգտագործենք։ Ինչ անուշոտ եկավ։ Այս ABC աման լվալու հեղուտները ինքան լավն են։ Մաս մաքուր։ Սկզբում կտրատում ենք մի սոխը, որովհետև երկրորդ սոխը ոնց որ ազատ քեղով սոխի աղցանի համար է, որը վերջը ավելացնելու ենք, երբ որ շաուրմայի միսը եփվի։ Իսկ հիմա պետք է այսպես սլայսներ անենք, փարակ կամ շերտեր, որովհետեւ ավելացնենք միսին։ Ինքը պետք է միսին հետ եփի ու այնքան ավելի համովություն ավելացնելու։ Սկսեցինք հավաքել։ Ավելացնում ենք սոխը։ Ուրեմն, այստեղ ունենք հիլ, ես ուզում եմ հիլից սկսել։ Վերցնում եմ մի քանի հատ, ավելացնում եմ այստեղ, որ ջզմենք։ Հիմա ջզվում եմ։ Այս պատրաստ է, սխտորն ենք ջզվում։ Կարանք սխտորը ջզմենք ու մի անգամից ավելացնենք։ Դե սխտորը շաուրմային կարևոր բաղադրիչ է, սող սխտոր, իրանք միսին շատ ավելի համովություն են տալիս։ Ավելացնում եմ նարինջի հյութը, ավելացնում եմ հելերը կամ հիլերը, ավելացնում եմ կացախը, ավելացնում եմ մանանեխը, ավելացնում եմ թափնու դերև 2 հատ կամ 3 հատ, ավելացնում եմ ցիտապտղից հետ։ Հիմա ավելացում ենք սև բղվեղ, կարմիր բղվեղ, գծու և ոչ գծու, դարչին և աղ։ Հիմա լավ խառնենք և արդեն եփենք։ Իսկ դուք տանը կարող եք սառնարանը թողել։ Խառնում եմ։ Նայեք արդեն այնքան լավն է հոդը, միսին չեք պատկերացնի։ Արդեն կարող ենք եփել։ Բացում ենք, լավ, տարածում ենք, հոդը խենթանալիք, հիմա մի քիչ լիմոնի հյութ էլ տնեմ վրան ու արդեն ուղարկենք չերոց։ Իսկ հիմա մի հատ գիդրոնը քամում եմ, մեկը գեսը օգտագործելու եմ տահինի սոսին, գեսն էլ տնելու եմ դավարի շաուրմայի միսի վրա։ Հյութը տնենք, մեկ էլ ես միշտ մի հատ լիմոնի կեղևից ավելացնում եմ, ավելի թարմություն է տալիս։ Իսկ հիմա ուղարկում ենք չերոց։ Եփելու ենք 180-ից 190 աստիճանի, մոտավոր 25-ից 30 րոպե։ Նայում ենք, արդեն եփելա, մի քիչ էլ թողնում ենք կարմրի, ու արդեն ինքը պատրաստ է։ Իսկ հիմա մենք այստեղ մի հատ կմաքրենք ու պատրաստենք լոլիկը, թութուվարունգը եւ պիվազի սալատը, այսինքն աղցանով սոխի աղցանը։
ազատ կեղով սոխի աղցան։ Դե ինձ սիրելիներս, սկզբում սոսն եմ ուզում պատրաստել։ Սոսի համար, քանի որ տահինը պետքա բացեմ, ինձ պետքա ջուր։ Իսկ ես ինչ ջուր եմ օգտագործում՝ սիլի։ Եվ խմելու, եւ ջաշ պատրաստելու միայն սիլ։ Ավելացնում եմ տահինը։ Ավելացնում եմ գիդրոնի հյութը։ Ավելացում եմ մի քիչ ջուր։ Աղ, խառնում եմ։ Սկզբում ինքը տահինը սենց է, մինչև որ բացվի։ Իսկ բացվելուց հետո այնքան համեստ է, այնքան փափուկ է։ Մեկ-մեկ տենց մարդիկ էլ կան աշխարհում, սկզբում դժվար են բացվում, բայց որ բացվում են, իրանցից լավը չկա։ Սենց համբերադար ես լինելու այդ մարդկանց հետ, ոնց որ տահինի հետ։ Դες սոսը պատրաստ է արդեն։ Եթե ուզում եք ավելի չրիկ, կարող եք ջուր ավելացնել։ Ես իսկ սիրում եմ սենց։ Մենք քանի որ սոսը պատրաստեցինք, միանգամից կարող ենք այստեղ ավելացնել։ Անցանք սոխին եւ ազատ կեղին։ Կտրում եմ։ Այս հեսա կգցենք, այս մանրացնում ենք։ Ազատ կեղ ավելացնում եմ։ Իսկ հիմա սոխը։ Փարակ կտրատում ենք։ Շատ փարակ։ Ես ինչ որ ջաշ մգա, որ առանց սոխի եմ որոշում, չէ։ Բայց վարվում եմ, աչքս այրում է, բայց կարևորը համով բան պատրաստենք, համով բան ասեմ ձեզ։ Տեսակ, ես առաջնային եմ դնում, համով լինի ամեն ինչ։ Ավելացում եմ։ Հիմա կտրատում ենք լոլիկը։ Լոլիկը եւ թթուվարունգը կտրատելու ենք տենց շերտեր, այսինքն որպեսզի սանդվիչը պատատելուց իրենք լինեն շատ հարմար։ Փարակ շերտեր ենք կտրատում լոլիկը։ Վաու։ Վաու, մի հատ միսին վիճակի նայեցեք։ Այս տապնու դերևները հեռացնում ենք։ Մի հատ ստեղ բացենք երևի։ Այս սրանք ավելացնում եմ, որպեսզի ուտելու չեն, ուղղակի համի հոդի համար է։ Դե ինչ, կարող ենք սկսել մեր սենդվիչները հավաքել, քանի որ բոլորով սպասում ենք։ Գնացինք։ Ամեն մեկուն մի հատ, այսպես միսը թնում ենք։ Սկզբում միսն եմ դնելու, հետո ավելացնելու եմ լոլիկը թթուվարունգը եւ փիվազը, հետո ավելացնելու եմ տահինի սոսը։ Եթե դուք կուզեք, կարող եք տահինի սոսը չավելացնել, հետո թաթախելով ուտել, բայց ես քանի որ սիրում եմ այդ ամեն համերը իրար հետ ամուսնանան, տենց եմ սիրում անալ։ Հիմա ավելացում եմ մեր փիվազը, այսինքն սոխով, մաղդանոսով, այսպես, այսպես, ավելացում եմ լոլիկները, ամենեգուն 2-ից 3 հատ, այս մի հատը մեծ, մի հատը փոքր կարող տնենք, ստեղ էլ տնենք և արդեն կարող ենք շարունակել թթուվարունգը
որ իմանաք ինչ հոդեր է այստեղ մեր տաղավարում, կվազեք կուկակ Կետրոն TV։ Իսկ հիմա սոսը ամենագուն մի կտալ միշտ միսը, դավարը եւ նույնիսկ ոչխարը այդ երկուքի մսերը շատ են սիրում տահինի սոս։ Իսկ հավը սիրում է սխտոր, դա միշտ հիշեք։ Հիմա ամենահետաքրքիր պահը։ Ես տնում եմ իրա վրա։ Հիմա 5 րոպե ուղարկելու ենք ջրոց, մի հատ հետ ենք բերելու, դարձնելու ենք մի 5 րոպե էլ դենց ու արդեն պատրաստ կլինի։ Գնացինք։ Դե ինչ, մեր սանդվիչները արդեն պատրաստ են, կարող ենք կիսել, որ տեսնեք ոնց է ինքը ստացվում։ Դե ինչ, անհամբեր ենք այո ուտելու, վայելելու, իսկ դուք նորեն հնարավորություն ունիք վայելել այս համովությունը։ Մի քիչ ավելացնում եմ տենց այդ մեր փիվազի աղցանից, որ ընդհանուր քույն տանք այս համովության։ Եվ այսօրվա բաղադրատոմսը դիավարի շաուրման պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր համովությունը պատրաստ է, արդեն ես պետք է փորձեմ, երևի վերևից սկսեմ։ Դե վերևից սկսեմ ասեցի, բայց չմտածեք ես ամեն ինչ ես եմ ուտելու, բայց որ ես եմ սկսում, այդ առաջինը այդ վերցնեմ։ Դե ինչ, գնացինք, բարյա խոժակ։ Վաու։ Խենթանալի կամով։ Հիմա ես մեկ բան գիտեմ, որ անհամբեր եմ, որ մենք փակում անենք ու ես այս համովությունը վայելեմ։ Դուք էլ անպայման կգնաք կվերցնեք այս ամեն բաղադրիչները, եթե կուզեք ուտուտ սուպերմարկետից, եթե կուզեք ուրիշ տեղից, համեմունքները մարանեգից, դե խմելու ջուրել հետո պետքա ծարավանակ սիլից ու արդեն գրի առած կլինեք ամեն ինչ, կպատրաստեք դուք էլ կվայելեք։ Իրական գսեմ շատ համով է։ Իսկ մենք վաղ կհանդիպենք 9:00 17:00 Կետրոն TV եթերով։ Ստեսություն։